Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգնուին Սրբո ամեն։ Մնացորդներու երկրորդ գիրք, երրորդ գլուխ։ Սողոմոնը սկսավ Տիրոջ դունը կառուցանել Երուսաղեմի մեջ, Մորիա լերան վրա, ուր դերը անոր հոր Դավիթի երևցեր էր, այնտեղը, որ Դավիթ Հեպուսացի Որնայի գալին մեջ պատրաստեր էր։ Իր թագավորության 4-րդ տարին, երկրորդ ամսվան երկրորդ օրը սկսավ զայն կառուցանել։ Ահավասիկ Աստուծո դունը կառուցանելու համար Սողոմոնի թրած հիմը։ Երկայնքը 60 գանքուն էր առաջվան գանքունին չափով, իսկ լայնքը 20 գանքուն։ Ջագադի ներքնակավիտին երկայնքը 20 գանքուն էր դան լայնքով, ու բարձրությունը 120 գանքուն։ Զայն ներսեն մաքուր ոսկիով բադեց։ Մեծ դունը եղևնապայդով ծածկեց, զայն մաքուր ոսկիով բադեց եւ անոր վրա արմավենիներ ու շղթաներ փորակրեց։ Շքեղության համար դունը բադվական քարերով զարդարեց, ոսկին Փարվիմի ոսկին էր։ Դան քերանները, սեմերը, բադերն ու թռները ոսկիով բադեց, բադերուն վրա քերոպեներ կանտագեց։ Սրբություններու սրբության դունը շինեց, անոր երկայնքը 20 գանքուն էր, դան լայնքով, ու լայնքը 20 գանքուն, զայն 600 դաղանթի չափ մաքուր ոսկիով բադեց։ Քամերուն գշիրը 50 սիգղ ոսկի էր, վերնադուները ոսկիով բադեց։ Սրբություններու սրբության դամ մեջ երկու կանտակված քերոպե շինեց ու զանոնք ոսկիով բադեց։ Քերոպեներուն թևերը 20 գանքուն երկայնք ունեին։ Մեկ թևը 5 գանքուն էր եւ դամ բադին գտպչեր, մյուս թևն ալ 5 գանքուն էր ու մյուս քերոպեին թևին գտպչեր։ Մյուս քերոպեին ալ մեկ թևը 5 գանքուն էր եւ դան բադին գտպչեր, ու մյուս թևը 5 գանքուն էր եւ մյուս քերոպեի թևին գահարեր։ Այս քերոպեներուն դարածված թևերուն երկայնքը 20 գանքուն էր։ Անոնք իրենց ոտքերուն վրա գայնած էին եւ անոնց երեսը թեպի դունը գնայեր։ Վարակույրը գաբուդագե, ձիրանիե, փոլոր գարմիրե ու փեհեզե շինեց եւ անոր վրա քերոպեներ կորձեց։ Երկու բղինցե սյուները։ Դան արչև 35 գանքուն բարձրությամբ երկու սույն շինեց։ Անոնց կակաթը եղող խոյակը 5 գանքուն էր։ Թափիրին մեջի շղթաներուն պես շղթաներ շինեց, ու սյուներուն կակաթը դրավ, նաև 100 նուր շինեց ու շղթաներուն անցուց։ Սյուները դաջարին արջև կանգնեցուց, մեկը աջ կողմեն եւ մյուսը ցախ կողմեն։ Աջ կողմը եղողին անունը Հակին գոչեց, ու ցախ կողմը եղողին անունը Փոզ։ Փարքեզ Դեր Աստված մեր։ Ամեն։